Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում է, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լկորնյուի հետ։ Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը եւ ընդգծել պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ղազախստանում տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթում նա անդրադարձել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Իրանի դեմ ռազմական գործողությունների նպատակը կարծես փոխվում է։ Ներկայում Միացյալ Նահանգների միակ ցանկությունը Հորմուզի նեղուցի բացումն է, որն Իրանը փակել է պատասխան երկրի դեմ իրականացված ռազմական հարձակման։ Վերջին զարգացումները մերձավոր արևելքում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Դատարանը մերժել է Տաշիր կապիտալի հայցը, Հովիկ Աբրամյանի գործով տուժող է ճանաչվել Արտաշատ համայնքը, 3-ամյա Տիգրանին խեղտամահ առած հայրը դատապարտվել է ՑՄԱՀ ազատազրկման, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի խաղերի լոգոյի հանդիսավոր շնորհանդեսը։ Միջոցառմանն ընդգծվել է Հայաստանի դերակատարությունն ու հավակնությունները ֆրանկոֆոն աշխարհում։ Որտեղ ենք այսօր եւ ինչ դեռ պետք է անել Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Երևանում են հավաքվել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջատարներն ու փորձագետները քննարկելու պարզ, բայց կարևոր այս հարցը։ Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ իրենց գիտական ու նորարարական նախագծերն են ներկայացրել Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլին։ Երևանի ու մարզերի 40 ուսումնական հաստատություններից ստացվել է մասնակցության 96 հայտ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան, այս մասին վարչապետն ասել է Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Ավելի վաղ մարտի 23-ին տեղի էր ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր եւ պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։ Իսկ հա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում է, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լկորնյուի հետ։ Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել Փաշինյանի ջերմ ողջույնը, ներկայացրել նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը գործակցությունը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա գործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մասնավորապես կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը եւ ընդգծել պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով էլ Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգիոն շքանշանը։ Այն Հայաստանի պաշտպանության նախարարին հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Լկորնյուին, բարձր գնահատելով Սուրեն Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ղազախստանում տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդլայնված կազմով նիստում հանդես եկել ելույթով։ Նա իր խոսքում կարևորել է հաղորդակցությունների ապաշրջափակումը, մաքսային ու առևտրային մեխանիզմների բարելավումը։ Մարտի 26-ից 27-ը Ղազախստանի Շիմքենտ քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրան դիմավորել է Ղազախստանի առևտրի եւ ինտեգրման նախարար Արման Շակալիևը։ Աշխատանքային այցի առաջին օրը տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, իսկ հաջորդ օրը ընդլայնված կազմով նիստերը, որին ելույթով հանդես է եկել նաև Մհեր Գրիգորյանը։ Եվրասիական կառավարական խորհուրդը նիստին քննարկել է տնտեսական ինտեգրման, առևտրի եւ լոգիստիկայի զարգացման, արտաքին տնտեսական ռիսկերի, ներքին շուկայի կարգավորման հարցերը։ Նիստի ընթացքում շեշտվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա լոգիստիկ միջանցքների զարգացումը դիտարկել տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում կարևորել է փոխադարձ առևտրի եւ տնտեսական կապերի խորացումը, հաշվի առնելով գլոբալ տնտեսության փոփոխվող պայմաններն ու արտաքին մարտահրավերները։ Նա ընդգծել է, որ քննարկումները եւս մեկ անգամ հավաստում են, որ միության շրջանակներում սինխրոն եւ արդյունավետ գործակցությունը առաջնային խնդիրներից են։ Այս համատեքստում կարևորում ենք տրանսպորտային եւ լոգիստիկ կապուղիների զարգացումը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է էապես նպաստել առևտրաշրջանառության աճին եւ տնտեսությունների զարգացմանը։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանային լիարժեք բացահայտման համար, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների լիարժեք օգտագործումը թույլ կտա բացահայտել մեր երկրների տնտեսական ներուժը եւ ձևավորել նոր գործակցության հնարավորություններ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքները մաքսային
կարգավորման եւ վարչարարության կատարելագործման ուղղությամբ։ Սա հնարավորություն կտա պարզեցնելու առևտրային գործընթացները եւ նվազեցնելու վարչական բեռը բիզնեսի վրա։ Իր ելույթում ընդգծել է նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործակցության խորացումն ու միասնական շուկայում վստահության բարձրացման անհրաժեշտությունը։ Ամփոփելով իր ելույթը Գրիգորյանը հույս է հայտնել, որ միության երկրների համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել միության անդամ երկրների տնտեսական զարգացումն ու բարձրացնել Եվրասիական տնտեսական միության մրցունակությունը։ Նշենք նաև, որ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Digital Kazakhstan համաժողովին, հանդես եկել ելույթով։ Իրանի դեմ ռազմական գործողությունների նպատակը կարծես փոխվում է։ Եթե նախկինում Միացյալ Նահանգները հայտարարում էր իրական ռեժիմի փոփոխության եւ իրանական ռեժիմի փոփոխության եւ ուրանի հարստացումը արգելելու մասին, ապա հիմա առաջնահերթություն է դարձել Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, որն Իրանը փակել է ի պատասխան երկրի դեմ իրականացված ռազմական հարձակման։ Իսրայելն էլ հայտարարում է Իրանի դեմ հարվածների ընդլայնման մասին, Միացյալ Նահանգները խոսում գործողության կարճաժամկետ բնույթի եւ դիվանագիտական շփումների շարունակման մասին, իսկ ահա Թեհրանը պատասխան քայլեր է իրականացում թե ռազմական, թե քաղաքական մակարդակներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7-ի գործընկերների հետ քննարկումների ընթացքում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կտևի մի քանի շաբաթից ոչ ավելի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կարող է հասնել իր բոլոր նպատակներին առանց ցամաքային զորքերի ներգրավման։ Ֆրանսիայում կայացած նախարարական հանդիպումների ընթացքում Վաշինգտոնը եվրոպական գործընկերներին որևէ անմիջական պահանջ չի ներկայացրել, իսկ քննարկումները կենտրոնացել են ռազմական գործողություններից հետո հնարավոր քայլերի շուրջ։ Միաժամանակ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են, որ 3 նավեր փորձել են անցնել նեղուցով, սակայն հեռացել են նախազգուշացումից հետո։ Իրանական կողմը կրկին ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի կամ նրանց աջակցող երկրների հետ կապված նավերի անցումը արգելված է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս խոսել է Հորմուզի նեղուցի մասին, նշելով, որ Իրանը պետք է բացի Թրամփի նեղուցը, նկատի ունենալով հենց Հորմուզի նեղուցը։ Նա նաեւ նշել է, որ շատերը այն կդիտարկեն որպես պատահաբար ասված խոսք, սակայն ըստ Թրամփի պատահականություններ չեն լինում։ Իրանական կողմը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել երկրի փոխպատաձուլական գործարանին, էլեկտրակայաններին եւ մի շարք միջուկային ու ենթակառուցվածքային օբյեկտների։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ այդ հարվածները խախտում են դիվանագիտական գործընթացի համար սահմանված ժամկետները եւ հավելել, որ Թեհրանը ստիպելու է Իսրայելին բարձր գին վճարել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կուժեղացնի Իրանի տարածքում իրականացվող հարվածները եւ թիրախավորելու է նաեւ օբյեկտներ, որոնք կապված են սպառազինության հետ։ Նրա խոսքով Թեհրանը չի դադարեցնում հարվածները Իսրայելի խաղաղ բնակչության դեմ, ինչին ի պատասխան Իսրայելը ընդլայնում է իր գործողությունները։ Իսրայելական կողմի տվյալներով Իրանի եւ Հզբոլահի կողմից իրականացվել են զանգվածային հրթիռային հարվածներ, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ այլ ուղղություններով։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձանագրվել է ավելի քան 10 հարված։ Զուգահեռաբար հաղորդվում է նաև Շիրազում գտնվող քիմիական գործարանի վրա ավիահարվածների մասին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է դիվանագիտական ուղիները։ Վաշինգտոնը հույս ունի մոտորերին հանդիպումներ անցկացնել Իրանի ներկայացուցիչների հետ հակամարտության հնարավոր կարգավորման շուրջ։ Այս ֆոնին շրջանառվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ներկայացված 15 կետից բաղկացած առաջարկը։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Թեհրանն արդեն պաշտոնապես պատասխանել է այդ առաջարկին եւ ներկայացրել սեփական պայմանները, պահանջելով դադարեցնել ագրեսիան, ապահովել փոխհատուցում եւ բացառել պատերազմի կրկնությունը։ Իրանը նաեւ հայտարարել է, որ մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն քաղաքացիների հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում։ Իսկ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը, դժգոհություն հայտնելով Իրանի շուրջ զարգացումների ընթացքում դաշինքի ոչ բավարար ներգրավվածությունից։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն սխալ է թույլ տվել, երբ չի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Թրամփը նաև հարցականի տակ է դրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետագա մասնակցությունը դաշինքին, նշելով, որ Վաշինգտոնը տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է ծախսում ՆԱՏՕ-ի պաշտպանության համար, սակայն փոխադարձությունը ըստ նրա բավարար չէ։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ին 2025 թվականի ռազմական բյուջեի
շուրջ 15.9%-ը ապահովել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հայկական համայնքի համար զարգացումները եւս ցավալի հետևանքներ են ունեցել։ Իրանում գործող Ալի կորաթերթի տվյալներով մարտի 26-ին ռմբակոծության հետևանքով եղել է առաջին զոհը հայ համայնքի շրջանում։ Զոհվել է Նորջուղայի բնակիչ Հովանես Սիմոնյանը։ Միջազգային գնահատականներով տարածաշրջանում արդեն լուրջ վնասվածքներ են կրել տասնյակ էներգետիկ օբյեկտներ, իսկ նավթի գները շարունակում են աճել ազդելով գլոբալ շուկայի վրա։ Այս պայմաններում ռազմական եւ դիվանագիտական գործընթացները զարգանում են միաժամանակ, իսկ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտնաբերել եւ հրթիռներով եւ թիրախներով անօթաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Դուբայում գտնվող երկու ամերիկյան թաքստոցի։ Առաջինում թաքնված էր ավելի քան 400 ամերիկացի զինվոր, երկրորդում ավելի քան 100, հայտնել է Խաթամ ալ-Անբին կենտրոնական հրամանատարական այն շտաբի ներկայացուցիչը։ Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ եւս չկան, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կրկին կոչ է արել մերձավոր արևելքի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները սեփական անվտանգության համար։ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ մերձավոր արևելքի երկրների դեմ, բայց վճռականորեն կարձագանքի, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն, գրել է Փեզեշքյանը իր X-ի էջում։ Դաղստանում տեղատարապ անձրևների եւ ուժեղ քամու հետևանքով ջրհեղեղներ են սկսվել, տասնյակ տներ հեղեղվել են, հաղորդվում է էլեկտրաէներգիայի եւ ջրի զանգվածային անջատումների մասին։ Մասնավոր տներում արգելափակված մարդկանց փորձում են տարհանել նավակներով։ Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հանրապետության ղեկավարի խոսքով եղանակային պատկերը գերազանցել է ամենահոռետեսական կանխատեսումները։ Միջազգային մյուս նորություններն էլ դիտեք տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Զելենսկու այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը պահանջում է Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը, անվտանգության երաշխիքների դիմաց սուտ է անվանել։ Պետքարտուղարի խոսքով Զելենսկին ասել են բոլորովին այլ բան։ Անվտանգության երաշխիքները չեն կարող ուժի մեջ մտնել, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Բացի այդ, Ռուբիոն ենթադրել է նաև, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինայի համար նախատեսված զենքը ուղղորդել Մերձավոր Արևելք։ Նշել է, որ դա դեռ տեղի չի ունեցել, չի ուղղորդվել, սակայն ամեն ինչ հնարավոր է։ Սրանք վաճառքներ են ռազմական մատակարարումներ, փառլ, որոնց համար վճարում է ՆԱՏՕ-ն։ Եվ որոշ պահի հարցն այն է, որ եթե մենք կարիք ունենանք, թույլ տվեք պարզաբանեմ, եթե Միացյալ Նահանգներն ունի ռազմական կարիք, լինի դա մեր պաշարների համալրումը, թե ԱՄՆ ազգային շահերից բխող որևէ առաքելություն կատարելը, մենք միշտ կլինենք առաջին ընտրությունը մեր զենքի հարցում։ Կարծում եմ, որ դա ճիշտ է աշխարհի ցանկացած երկրի համար, եթե այդ երկիրը չի ցանկանում գոյատևել։ Այնպես որ ես ոչինչ չունեմ հայտարարելու, չեմ կարող ասել, որ դա տեղի է ունենում հենց հիմա, բայց դա կարող է տեղի ունենալ, ընդգծել է Մարկո Ռուբիոն։ Բացի այդ, Ռուբիոն հայտարարել է, որ եթե Ուկրաինան հրաժարվի զիջումների գնալ, պատերազմը կշարունակվի։ Լիբանանի հարավում անվտանգության գոտին ամրապնդելու նպատակով Գիվաթի բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող ցամաքային գործողությունների շրջանակում շահեթեթ 13 ստորաբաժանումը հատուկ գործողություն է իրականացրել հետախուզական տվյալներ ստանալուց հետո, որ Ալխիամ շրջանի դպրոցում զենք կա։ Դպրոցի ներսում հայտնաբերվել են հարյուրավոր միավոր զինատեսակներ, այդ թվում հակատանկային հրթիռներ, ականանետային արկեր, նռնակներ, արձակման կայանքներ, հրաձգային զենք, պայթուցիկ սարքեր, պայթուցիկ նյութեր եւ դրանց պատրաստման բաղադրիչներ։ Մարտի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը կանչվել Չեխիայի դեսպան Դանիել Կոշտովալը Պրահայում ռուսական տան վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Չեխ դիվանագետին վճռական բողոք է ներկայացվել մարտի 26-ի երեկոյան Պրահայում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի վրա կատարված հարձակման առնչությամբ, որի ընթացքում օգտագործվել են հրկիզիչ խառնուրդող շշեր։ Financial Times-ի հաղորդմամբ Volkswagen ընկերությունը բանակցություններ է վարում իսրայելական պետական Ռաֆայել ընկերության հետ Մոսաբրյուկում գտնվող իր գործարանում երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչների արտադրություն սկսելու վերաբերյալ։ Գերմանիայի կառավարությունը աջակցում է այս գործարքին, չնայած Ռաֆայել ընկերության հասցեին աճող քննադատությանը կապված նրա դերի հետ հրթիռների եւ անօթաչու սարքերի արտադրության մեջ, որոնք կիրառվել են Պաղեստինյան Գազայում խաղաղ բնակչության դեմ հարձակումների ժամանակ։ Չինաստանի Սիան քաղաքի մայրուղու վրա տեղադրված ձայնամեկուսիչ պատնեշն այժմ ամբողջությամբ ծածկված է արևային վահանակներով։ Այն կանխում է աղմուկը, արտադրում է էլեկտրաէներգիա, առավելագույն արդյունավետությամբ է օգտագործում հանրային տարածքը, գրել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը եւ տեսանյութ է հրապարակել։
Առաջիկա օրերին եւ շաբաթներին Մերձավոր Արևելքում լարվածության սրացում է սպասում, հայտարարել Լեհաստանի վարչապետը։ Ես հիմք ունեմ կարծելու հատկապես մեր դաշնակիցներից ստացված տեղեկատվության հիման վրա, որ դժվար է ակնկալել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա առաջիկա օրերին։ Առաջիկա օրերն ու շաբաթները կարող են հանգեցնել սրացման, նշել է Տուսկը։ Անցնող շաբաթն առանձնացավ տարբեր աղմկահարույց դեպքերով եւ բացահայտումներով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո քաղաքացու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։ Դատարանը մերժել է Տաշիր կապիտալի հայցը, Հովիկ Աբրամյանի գործով տուժող է ճանաչվել Արտաշատ համայնքը, 3-ամյա Տիգրանին խեղտամահ Արաց հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման, սպանության կասկածանքով կալանավորում է իրականացվել Երևանում, նաեւ կատարվել են խուլիգանություններ, հարուցվել նոր քրեական վարույթներ։ Ոստիկանությունից քննչական ուղարկված հաղորդման համաձայն ազգային ժողովի նախագահի հետ միջադեպից հետո մեղադրանքի առաջադրվել Միքայել Մարգարյանին, որն իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Գլխավոր դատախազությունն էր ոստիկանների հանցագործության մասին հաղորդումն ուղարկել իրավապահներին, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու քաղաքացի Միքայել Մարգարյանը միմյանց հայոյանքներ են հնչեցրել։ Մարգարյանին եւ եւս մեկ քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանություն, ապա 3 ժամ անց ազատ արձակել ենթարկելով վարչական պատասխանատվության։ Ազգային ժողովի նախագահը պնդում է, իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել։ Վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է Տաշիր կապիտալ փակbaşնետիրական ընկերության հայցն ընդդեմ ՀՑՀԿ-ի։ Հեծի էլեկտրական էներգիայի հզորության բաշխման լիցենզիայի գործողությունները դադարեցնելու մասին հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը կմնա անփոփոխ։ Հայաստանի նախկին վարչապետ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի գործով տուժող կողմ է ճանաչվել Արտաշատ համայնքը։ Նման որոշում է կայացվել հակակոռուպցիոն դատարանի կողմից, հիշեցնենք։ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2025 թվականի հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Մոտ 1 ամիս անց Հայաստանի վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքը վարչական հսկողությամբ։ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի հողամասերի օրինականացման մեղադրանքով։ Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Երևանի 20 հասցեներում խոզարկություններ են իրականացվել քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի 20 հասցեներում իրականացրել են խոզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք զինամթերք, կան ձերբակալվածներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ կանանց մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեից հայտնում են, վարույթը նախաձեռնվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով։ Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենն օգտագործելով իր ծառայողական լիազորությունները կատարել է իրեն վստահված խոշոր չափի գույքի հափշտակություն, նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել։ Մասնավորապես պարզվել է, որ վերընշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, որը սակայն նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերը ընդհանրապես աշխատանքի չի հաճախել եւ իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ վերընշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով բժշկական կենտրոնի բյուջեից որպես աշխատավարձ վճարվել է ավելի քան 2,238,745 դրամ։ Բժշկական կենտրոնի տնօրենին մեղադրանք է ներկայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ 20-ամյա աղջկա սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց են տրվել չբացակայելու արգելքը։ Նշվում է, որ 20-ամյա աղջիկը, որը սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, 2022 թվականի հունվարի 21-ին ինքնասպան չի եղել։ Մինչև նրան պատուհանից նետելը ԱԹ-ն բութ առարկայով հարվածել է նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։
Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում շաբաթվա մշակութային իրադարձությունները քննարկել եմ Մհեր Մկրտչյանը արտիստական թատրոնի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանի հետ։ Բարի երեկո Տիկին Մելքոնյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տաթև ջան, անցնեմ Տաթևի, քանի որ մենք նաև հրաշալի ընկերներ ենք, տարիներ առաջ աշխատել ենք միասին նույն հեռուստաընկերությունում ու ձևավորվել է հրաշալի ընկերական միջավայր, դրա համար թույլ եմ տալիս, որ քեզ դիմեմ արդեն որպես նաև գործընկերոջ եւ նաև հրաշալի ընկերոջ։ Տաթև ջան, մեկնարկել է միջոցառումներ մի շարք, ամսի 21-ից 28-ի շրջանակներում թատրոնի միջազգային օրվա հետ կապված։ Դուք որպես արվեստի մարդ, հրաշալի դերասանուհի, տաղանդավոր բեմադրիչ, ինչու՞ չէ, նաև բավականին լուրջ պաշտոն եք զբաղեցնում Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրեն եք այլևս։ Ուզում եմ հասկանալ ինչ է ձեզ համար թատրոնը։ Դե, բարձր է, որ ինձ համար թատրոնը դա մի ամբողջ կյանք է ու օդ առանց թատրոնի ես ինձ երբևիցե չեմ պատկերացրել, բայց նաև ես այդքան սենտիմենտալ չեմ, ես գիտեմ, որ թատրոնը շատ մեծ աշխատանք է ու շատ մեծ պատասխանատվություն, այդպես։ Ամեն դեպքում լինելով կին, գեղեցիկ կին, տաղանդավոր դերասանուհի, նաև ունեք պաշտոն, թատրոնի տնօրեն եք։ Ինչպես եք կարողանում համատեղել այնպես, որ չտուժի Տաթև Մելքոնյան դերասանուհին, բեմադրիչը եւ նաև տնօրենը, ինչու որտեվ մեր օրերում կին տնօրենները կարծես թե խոցելի են եւ պատասխանատու աշխատանք է, որտեվ ադմինիստրատիվ աշխատանք, ֆինանսներ, կառավարում, բազմաթիվ տարատեսակ մարդկանց հետ շփում եւ միաժամանակ նաեւ արվեստի մեջ, ինչպես է դա ձեզ հաջողվում։ Իմ ամենահզոր զենքը դա սերն է։ Ես ամեն ինչ անում եմ սիրելով ու ողջ գաղտնիքը դրա մեջ է իրականում, որովհետեւ թե որպես տնօրեն ես իմ աշխատակիցներին սիրում եմ ու պահանջում եմ օրինակ ծառայելով։ Նույնը եւ որպես բեմադրիչ եւ որպես դերասանուհի, ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ որպես դերասանուհի մի քիչ տուժել է մասնագիտական առումով, բայց չեմ զղջում, որովհետեւ թե որպես բեմադրիչ, թե որպես տնօրեն ինձ առայժմ լավ եմ զգում։ Տաթև, հա, արդեն մեկնարկել է մշակութային շաբաթը, դուք ձեր թատրոնը ինչ ներկայացումներ, ինչ նորություններ, ինչպես եք հանդես գալիս, մի փոքր կպատմես այդ մասին։ Հաճույքով, մենք դե ունենք շատ թարմ, լավ, հարուստ խաղացանք, այս վերջերս էլ ունեցանք առաջնախաղ Հրանտ Մաթևոսյանի այս կանաչ կարմիր աշխարհը, խաղում են երիտասարդներ, 5 երիտասարդ, 6 ներողություն, 6 երիտասարդ, իմ կուրսից եւ Ռուբեն Բաբայանի կուրսից, շուտով կունենանք եւս մեկ առաջնախաղ մայիսի սկզբին, Վիշնեկի կնոջ մարմինը որպես պատերազմի դաշտ, Սերժ Մելիք-Հովսեփյանն է բեմադրիչը։ Ինչի մասին է, կպատմեք մի փոքր փակագծեր բացենք, որ հեռուստադիտողն էլ, հա, հանդիսատեսն էլ թատրոնի ցանկություն ունենա գալու, նայելու, ինչի մասին է, սերը, հայրենասիրությունը ինչ է, մի փոքր կմանրամասնեք ներկայացումների մասին։ Այս կանաչ կարմիր աշխարհը սիրո մասին է, դե Միրհավի նույն պատմությունն է, Դիլանի եւ Սոնայի սիրո մասին է, պարզապես Հրանտ Մաթևոսյանի կինովիպակն եմ ես որպես հիմք վերցրել։ Այդպես ձախողված սիրո մասին է, երբ երիտասարդները իրար սիրում են եւ Սոնան ամուսնանում է ուրիշի հետ եւ Դիլանի այդ պատմությունն է տխուր, բայց եւ կանաչ կարմիր վառ մեջ։ Ինչ վերաբերում է Վիշնեկի գործին, պիեսին, ապա կնոջ մասին է ու պատերազմի ժամանակ, պատերազմի ընթացքում բռնաբարել են եւ այդտեղ իր բժշկի հետ ողջ զրույցն է, թե կինը ինչ է զգում պատերազմի ժամանակ։ Կրկին տխուր պատմություն։ Տխուր պատմություն, բայց մենք ունենք նաեւ ուրախ ներկայացումներ, օրինակ Ֆիլոմենա Մարտուրանը, որտեղ ես եմ խաղում բեմադրել Լյուդվիգ Հարությունյանը, կարող եք համենալ, ունենք դաժան սիրո մասին պատմություն, եթե դու մեռնեիր, ունենք սովորական հրաշքը Շվարցի,
Շատ ներկայացումներ ունենք։ Շատ լավ, Տաթև ջան, դեռ կխոսենք ներկայացումների մասին, իսկ ինչ խնդիրներ ունի այսօրվա թատրոնը։ Ոչ միայն ձեր, մասնավորաբար բոլոր թատրոնները ինչպիսի խնդիրներ ունեն, ինչպիսի մարտահրավերների առջև եք կանգնած, բացառիկ հնարավորություն եք այդ մասին բարձրաձայնելու, ինչու՞ չէ նաև պետության ներկայացուցիչներին ասելու, որտեղ մեզ լսում են բոլորը։ Ինչ խնդիր ունի այսօրվա թատրոնը եւ ինչ կուզենար ունենար։ Խնդիրները միշտ էլ ամենտեղ կան, որոնք հաղթահարելի են, եթե ունես ճիշտ մարքեթինգ։ Ես կարծում եմ մի քիչ ավելի գլոբալ վերցնեմ թատրոնի, առհասարակ թատրոնի խնդիրը հիմա ինձ համար ինչու՞մ է կայանում։ Կարծում եմ թատրոնը ոչինչ չի կարող փոխարինել, ինչքան էլ դարը փոխվի, ինչքան էլ ինտերնետը լինի, ինչքան էլ արհեստական բանականություն լինի, Netflix եւ այլն։ Այո, թատրոնին ոչինչ չի փոխարինի, բայց պետք է ինձ թվում է վերանայել թատրոնի մասին, հանրահռչակման մասին, թե ինչպես ենք մենք թատրոնը գովազդում, ինչպես հանդիսատեսը գա թատրոն, որովհետև հիմա մարդիկ չեն սիրում տնից դուրս գալ, ամեն ինչ պատվիրում են, նույնիսկ չեն սիրում տնից դուրս գալ միասին ինչ-որտեղ գնալ, այսինքն դա մարտահրավեր է լուրջ։ Այո, հանդիսատեսին իրազեկելու մասին պետք է մտածել։ Իսկ խոսեցինք հանդիսատեսից, այո, շատ ճիշտ բան եք ասում, իսկ ինչպիսին է ձեր հանդիսատեսը ու հայ հանդիսատեսը։ Սովորաբար հանդիսատեսները շատ տարբեր են, բայց հայ հանդիսատեսը կարծես գնում է թատրոն ոչ միայն ներկայացում նայելու, այլ քննադատական մեծ խոշորացույցով, սա այսպես էր, նա այնպես էր, ինչպիսին է մեր հանդիսատեսը ձեզ։ Մեր հանդիսատեսը իհարկե ավելի էմոցիոնալ է, ինչքան որ ես գնացել եմ տարբեր երկրներ, զուսպ չէ, եթե դուր եկավ կարտահայտվի, լինում է հենց ներկայացման ժամանակ, եթե դուր չեկավ, չնայած երբ որ դուր չի գալիս մենք ավելի զուսպ ենք, քան ուրիշ երկրներում, մենք ավելի համոզվենք։ Այդուհանդերձ ինչի վրա պետք է ավելի կենտրոնանա, որպեսզի հայ հանդիսատեսին գոհացնենք, մի տեսակ բավականին բարդ աշխատանք։ Անկեղծ լինել։ Մեր հանդիսատեսը ֆայլս չի սիրում ու երևի թե ցանկացած հանդիսատես, հիմա սխալ է որ ես միայն մերոնց մասին խոսեմ, բայց պետք է անկեղծ լինել բեմից։ Երևի թե դա ամենամեծ գրավականն է։ Տաթև ջան, իսկ կա ձեր պլաններում այնպիսի ներկայացումներ, մի քիչ հարցը երկար կարող է տվել, բայց ավելի մասնավորեցնեմ։ Սովորաբար մեր ներկայացումներում, մեր ֆիլմերում, մեր գրքերում, պատմվածքներում միշտ ողբերգական ավարտ է։ Սկսած Գիգորից, Անուշից, Մարո, մնացած բոլոր, կարծես մեր կոդը դրված է դժբախտության եւ պարտության վրա։ Կա մի գաղափար, որ հետայսու փոխվի այդ կոդը եւ ինչու ոչ նաեւ գրվեն նոր սցենաներ հաղթանակների մասին, հպարտության մասին, խրոխտ լինելու մասին, չէ՞ որ մենք հենց այդպիսի ազգ ենք։ Այդ թատրոնում նույնպես պետք է այդ ներկայացումները լինեն։ Այս մասով կա ինչ-որ այսպիսի մտահղացումներ։ Կան, բայց ես կարծում եմ, որ դա միայն հայրենասիրական չպիտի լինի։ Ես կուզեմ, որ եւ դա լինի, եւ մարդիկ ծիծաղեն։ Ինձ թվում է ամենաշատը մեր թատրոնին պետք է կատակերգություն, բայց ուղղակի հահահահիհի համար չէ, այլ իմաստով, ինտելեկտուալ, այո։ Ու ես հիմա արդեն դրա վրա եմ կենտրոնացած, մտածում եմ թե նյութի մասին, թե ռեժիսորի մասին, որովհետև մեր թատրոն մենք հրավիրում ենք ռեժիսորների, տարբեր նկարիչների, դա մեր սկզբունքն է։ Իսկ ձեզ համար, ինչպես նշեցիք, տարբեր պարտադիր նրանք պետք է ունենան բավականին լուրջ անցած ճանապարհ, թե կարան լինեն նորաստեղծ։ Ինչպիսին պետք է, ինչ հատկություններ պետք է ունենան, որ դուք կարողանաք ներգրավել նրանց ձեր աշխատանքներում։ Դրանով նաև կոչ ենք հղում մյուսներին։ Թատրոնը պետք է լցվի եւ երիտասարդներով, եւ փորձառու մասնագետներով, հենց հիմա երիտասարդներից մեկը հենց այսօր ինձ հանձնելու է նոր ներկայացում, եւ ես ամեն ինչ անում եմ, որ երիտասարդները գան եւ փորձեն իրենց առաջին քայլերը ամուր քայլերը դնել մեր թատրոնում, չնայած որ նաև օրինակ Սերժ Մելիքյանը փորձառու ռեժիսոր է, բայց երիտասարդներին էլ ենք մենք ճանապարհ տալիս, առանց դրա թատրոնը
կփլվի։ Բայց տեսեք, խորհրդային տարիներից գուցե ժառանգություն է մնացել այդ մտածողությունը, այդ մտածողությունը մշակույթը, որ պետք է լինի փորձառու, պետք է այն ժամանակ Մոսկվայից էին կանչում, երկար ճանապարհ անցած մարդ լինի, այսինքն նորաթուխ դերասանին, նորաթուխ ռեժիսորին, սցենարիստին, լուսավորողին կարծես չէին ընկալում։ Հիմա փոխվել է ամեն ինչ։ Հիմա պատրաստ եք նույն ամենասկզնակի հետ աշխատել, գործակցել։ Հենց այդպես էլ կա։ Ես պատրաստ եմ։ Ես երբեք չեմ սիրում քննադատել ոչ մեկին, գուցե բոլորը չի որ կիսում են իմ կարծիքը, բայց ես հենց այդպես էլ արել եմ կանաչ կարմիրի, այս կանաչ կարմիր աշխարհի մեջ խաղում են երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողներ եւ փայլուն են խաղում եւ իրենց ու ավյուն երանդը այնպես է փոխանցվում հանդիսատեսին, որ հուզված բոլորը դուրս են։ Ոչ մի խոչընդոտ չկա նրանց համար, նրանք ազատ են իրենց դերասանական գործունեության մեջ։ Միանշանակ ու պետք է իրենց օգնել ու այդպես ափերի վրա պահել, բարձրացնել, որ դե փորձը միշտ էլ պիտի աշխատես, որ փորձ ձեռք բերես, ես եմ աշխատել։ Տաթև ջան, մենք նաև խոսեցինք առողջ հումորի, ինտելեկտուալ հումորի մասին։ Մեր օրերում շատ են տարբեր սիտկոմներ, տարբեր ինչ որ կլուբային ժամանակակից մոտիվներով, տեսքով, աղջիկներ, տղաներ եւ այլն, որ իրականում այդքան էլ հումոր չի, այլ գրահիկություն է։ Թատրոնում ինչպես է կարողանում այնպես անել, որ գրահիկության աստիճան չհասնի։ Արդյոք դժվար չէ եւ ինչ է պետք դրա համար։ Դժվար չէ, բայց դժվար է անկեղծ պիտի ասեմ, երբ որ տեսնում ես այդպիսի ներկայացումներ, Տոմսեր ավելի արագ են վաճառում։ Այո, հենց դրա մասին եմ խոսում։ Սկսում ես մտածել, բայց մենք դեռ պահում ենք դա, մեզ մոտ ստացվում է, ինձ նույնիսկ շատ հաճախ ասում են դրա համար եմ այսպես համարձակ խոսում, որ ինչպես ես կարողանում պահել, որ եւ կոմերցիա ինչ որ չափով լինի եւ արվեստ լինի, ոչ թե։ Հա։ Առայժմ ստացվում է ու դա իմ գերնպատակներից մեկն է։ Տաթև ջան, ինչ ներկայացում կցանկանայր, որ ունենայր, որ քո խաղացանկում լիներ, կամ նաև դու որպես դերասանուհի, որն է երազանքի դերը։ Երազանքի դեր այլևս չունեմ։ Ինչու՞։ Որովհետև հիմա տպավորություն կլինի, որ խաղացել է բոլոր երազանքի դերերից, բայց չէ, դա ավելի երիտասարդ ժամանակ էր այդպես։ Հիմա կա ցանկություն աշխատել այս կամ այն ռեժիսորի հետ, այս կամ այն խաղընկերոջ հետ, դերը էական չի ինձ համար։ Իսկ որ ներկայացումը կցանկանայր, որ հենց դու բեմադրեիր կամ ինչ մոտիվ, ինչ ոճի։ Մի քիչ գաղտնիքներ բացեք։ Երազանքների ներկայացում, երազանքների ռեժիսորում հետ, ասենք մարտիկա երազում են Ալ Պաչինոյի հետ, հա, նույն տարածքում աշխատել։ Կան ման երազանք։ Եթե որպես երազանք, ապա միշտ էլ որպես երազանք կա իմ մտքում Ռալֆ Ֆայնսը, ում համար խելագարվում եմ, բայց դե դա կմնա երազանք։ Երբ փորձենք ամփոփել, Տաթև ջան, ինչ կմաղթեք, հա, մեր հանդիսատեսին, ձեր հանդիսատեսին, մեր մշակույթին, ընդհանրապես մշակութային գործիչներին ձեր ուղերձը խնդրեմ։ Ուզում եմ առաջին հերթին շնորհավորել, որովհետև մարտի 27-ը իսկապես մեծ տոն է, մենք շատ, գիտեք, թվում է, թե մրցակցություն է եւ այլն, բայց իրականում մենք շատ համախմբված ենք ու իրար հետ շատ կապ ունենք ու իրարից շատ կախված ենք։ Ես ուզում եմ սեր ու ջերմություն մաղթել, որ գրկելիս իսկապես անկեղծ գրկենք միմյանց։ Ծափահալիս էլ անկեղծ ծափահարենք։ Շնորհակալ եմ Տաթև հանգամանալից ներկայացնելու։ Ես եմ շնորհակալ։ Շարունակում ենք թողարկումը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի խաղերի լոգոյի հանդիսավոր շնորհանդեսը։ Միջոցառմանն ընդգծվել է Հայաստանի դերակատարությունը եւ հավակնությունները ֆրանկոֆոն աշխարհում։ Նշենք, որ խաղերը կանցկացվեն 10 մշակութային եւ 10 սպորտային անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում եւ Արմավիրում։ Երևանը պատրաստվում է հյուրընկալել միջազգային նշանակության խոշորագույն միջոցառումներից մեկը 2027 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Այս իրադարձությունը ոչ միայն կարևոր մշակութային ու սպորտային տոն է, այլև կարևոր հարթակ միջազգային գործակցության եւ համերաշխության ամրապնդման համար։
Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի խաղերը լինելու են հոբելյանական 10-րդը։ Հատկանշական է նաև, որ այս խաղերի պատմության մեջ առաջին անգամ անց է կացվելու մի երկրում խաղերը, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ֆրանկոֆոնիայի բաց եւ ներառական բնույթը։ ԵՒս մեկ առանձնահատկություն եմ ուզում շեշտել։ Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի խաղերի բացման պաշտոնական արարողությունը անց է կացվելու ոչ թե մարզադաշտում, ինչպես բոլոր նախորդները, այլ բաց տարածքում, Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում, ինչը վստահ ենք, նոր շունչ եւ հատուկ իմաստ կհաղորդի այս մեծ իրադարձությանը։ Ուզում եմ ասել, որ ամբողջ Երևանը ներգրաված է լինելու այս բացման արարողությանը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որը միավորում է 396 միլիոն ֆրանսախոս աշխարհի տարբեր անկյուններից, իր գործունեությամբ նպաստում է խաղաղության, ժողովրդավարության, կրթության եւ կայուն զարգացման արժեքների տարածմանը։ Կազմակերպության կազմում ընդգրկված 90 պետություններն ու կառավարությունները ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ երկրների ավելի քան 1/3-ը, ընդգծելով դրա գլոբալ ազդեցությունը։ Հայաստանի կողմից խաղերի հյուրընկալման հայտը հաստատվել է 2024 թվականի փետրվարի 8-ին, ինչից հետո սկսվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ։ Խաղերը կանցկացվեն Երևանում, Աբովյանում, Չարենցավանում եւ Արմավիրում, ընդգրկելով 10 մշակութային եւ 10 սպորտային անվանակարգեր։ Մշակութային ծրագրում ներառված են թատրոնը, պարարվեստը, երգեցողությունը, գրականությունը, թվային ստեղծարարությունը եւ այլ ուղղություններ։ Իսկ սպորտային մրցաշարերը ներառում են աթլետիկա, ֆուտբոլ, շախմատ, ձյուդո եւ այլ մարզաձևեր։ Մենք նախատեսում ենք հյուրընկալել մի քանի տասնյակ երկրների շուրջ 4000 մասնակիցների եւ կարծում ենք, որ հաշվի առնելով մեր երկրի փորձառությունը վերջին տարիներին մեծամասշտաբ տարբեր մրցաշարեր եւ միջոցառումներ անցկացնելու առումով ավելի քան պատրաստ ենք այդ աշխատանքը իրականացնելու եւ նաեւ այդ աշխատանքը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու։ Խաղերի կազմակերպումն իրականացնում է ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն սերտգործակցությամբ Հայաստանի ազգային կոմիտեի հետ, որը գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Արդեն իրականացվել են փորձագիտական այցեր, ուսումնասիրվել են մրցութային հարթակները, քննարկվել են լոգիստիկ ու տեխնիկական հարցերը, ապահովելու միջոցառման բարձր մակարդակով անցկացումը։ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ պայմանավորվածություն ունենք նաև կազմակերպելու ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացներ։ Ներգրավելու ենք նաև ֆրանկոֆոն կամավորների, մեր գործընկերների հետ համագործակցությամբ եւ սա ոչ միայն թույլ կտա պատշաճ կազմակերպել եւ սպասարկել ֆրանկոֆոնիայի խաղերը, այլ վստահ եմ, որ մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման եւ լեզվական կարողությունների զարգացման շատ կարեւոր խթան կլինի։ Իհարկե անհրաժեշտ բոլոր աշխատանքները պլանավորված են եւ բյուջետավորված են, դրանք ներառում են մեծ ծավալի գույքի ձեռքբերման, անհրաժեշտ բարեկարգումների եւ վերանորոգումների եւ մնացյալ ուղղություններով էլ աշխատանքներ, ու ես շատ ուրախ եմ, որ մեր հարթակները լինելու են ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների տարածքներում։ Իդեպ հանրությանը ներկայացվեց նաև խաղերի պաշտոնական տարբերանշանը, որը խորհրդանշում է մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներդաշնակ միաձուլումը։ Այն հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի եւ Քոչարի բարի շրջանաձև շարժման վրա, մարմնավորելով շարունակականություն, միասնություն եւ ուժ։ Այս տարրերը վերաիմաստավորվել են ժամանակակից մոտեցմամբ, մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի, հասկանալի յուրաքանչյուրի համար անկախ մշակութային սահմաններից։ Այս բոլոր շերտերը միավորվում են ամբողջական շրջանաձև կոմպոզիցիայի մեջ, ձևավորելով փոխկապակցված դինամիկ կերպարների շարք։ Այսպիսով, լոգոն արտահայտում է էներգիա, կապ եւ խաղ, ներկայացնելով ֆրանկոֆոնիայի խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի եւ միասնականության շարունակական տոն։ Ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում խոստանում են դառնալ ոչ միայն մրցակցային հարթակ, այլև մշակութային երկխոսության եւ միջազգային գործակցության կարևոր կենտրոն, ամրապնդելով երկրի դիրքը համաշխարհային մշակութային քարտեզի վրա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում հավաքվել են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջատարները, պետական կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները քննարկելու մեկ հարց, պարզ, բայց կարևոր, որտեղ ենք այսօր եւ ինչ դեր պետք է անել Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար։
Ինչպես Հայաստանում զբոսաշրջությունը վերածել երկարաժամկետ տնտեսական ուժի։ Հենց այս հարցի շուրջ էլ կայացավ Հայաստանի զբոսաշրջությունը, որտեղ ենք եւ դեռ ինչ պետք է անել թեմայով պանելային քննարկումը, որը կազմակերպվել էր համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ գործակցությամբ։ Պետական, մասնավոր եւ միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների այս քննարկումը պատահական չէր։ Վերջին տարիներին Հայաստանը գրանցել է նկատելի առաջընթաց զբոսաշրջության ոլորտում։ Նոր ավիաընկերությունների մուտք, հյուրանոցային կարողությունների ընդլայնում, ենթակառուցվածքների զարգացում եւ միջազգային ճանաչման աճ։ 2025 թվականին մեր երկիրը նույնիսկ արժանացավ Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն կոչմանը World Travel Awards-ի շրջանակում, սակայն սա բավարար չէ կայուն եւ մրցունակ զբոսաշրջային համակարգ ձևավորելու համար։ Քանի որ այսօրվա դրությամբ զբոսաշրջությունը ստրատեգիական, ռազմավարական, կարևոր գործիք է, կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման համար, դա է պատճառը, որ որոշվեց վերցնել զբոսաշրջությունը որպես թեմա եւ պանելիստները դրանք քաղաքականություն մշակողներն են, դրանք ոլորտի մասնագետներն են, դրանք գիտնականներն են, ովքեր այսօր երկխոսության ձևով կքննարկեն զբոսաշրջությունը, դրա զարգացումը, դրա հետևանքները, ինչպես է այն ազդում Հայաստանի զարգացման վրա։ Համաեվրոպական այս ծրագիրն արդեն մի քանի տարի է համարվում է հայ բիզնես առաջնորդների համար առաջատար կրթական հարթակ, որտեղ քննարկվում են ոլորտի ամենահրատապ հարցերը, ինչպես Հայաստանը կարող է կայուն եւ երկարաժամկետ զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես առավելագույնս օգտագործել երկրի բնական, մշակութային եւ պատմական արժեքները եւ ինչպես վերածել զբոսաշրջությունը իրական տնտեսական ուժի։ Ըստ Յորքի համալսարանի եվրոպական կոմպուսի բիզնես դպրոցի դեկան պրոֆեսորի, զբոսաշրջությունը ռազմավարական գործիք է, որը միաժամանակ ազդում աշխատատեղերի ստեղծման, մարզերի զարգացման, ներդրումների ներգրավման եւ երկրի միջազգային բրենդի ձևավորման վրա։ Մենք խոսում ենք աշխատատեղերի ստեղծման մասին, հատկապես մարզերում, խոսում ենք ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ներգրավման եւ ի վերջո երկրի միջազգային ընկալման մասին։ Եթե չկա հստակ ռազմավարություն, այս բոլոր ազդեցությունները լինում են հատվածական, բայց ճիշտ կառավարման դեպքում զբոսաշրջությունը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ տնտեսությունը, մշակույթը եւ ազգային բրենդը միավորվում են մեկ ամբողջական պատմության մեջ։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը կարևորեց պետական ռազմավարությունն ու միջազգային դիրքավորման առաջնահերթությունները։ Զբոսաշրջության թվերը Հայաստանում կայուն աճ են գրանցում եւ դրան նպաստում են եւ մարքեթինգային արշավները, որոնք մենք իրականացնում ենք, եւ այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունենում Հայաստանում, դրանք փառատոներն են, համերգներն են, սպորտային իրադարձություններն են եւ իհարկե նոր բացվող, անդադար նոր բացվող եւ մատչելի ավիափոխադրողներն են, ավիատոմսերն են, որոնք միջազգային զբոսաշրջիկին բերում են Հայաստան, բայց շատ զբոսաշրջիկները իրենց հետ բերում են նաև շատ խնդիրներ։ Դրանք եւ ենթակառուցվածքային խնդիրներն են, սկսած ճանապարհներից եւ հյուրանոցների համարներից, մահճակալներից, ծառայությունների որակին են անդրադառնում շատ հաճախ։ Ինչպես նաև այս ամենը արվում է, պետությունը գումարներ է ծախսում, որպեսզի զբոսաշրջիկը ոչ միայն գա Հայաստան, այլ մնա շատ օրեր բնականաբար ծախսի շատ գումար եւ ամենակարևորը ուզենա վերադառնա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն էլ խոսեց ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարեւորության մասին։ Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած եւ մրցունակ զբոսաշրջություն, չենք կարող շրջանցել ենթակառուցվածքների հարցը։ Ճանապարհները, տրանսպորտային հասանելիությունը, մարզերի միջև կապակցվածությունը պարզապես օժանդակ գործոններ չեն, դրանք հիմքն են։ Այսօր մենք ունենք մեծ ներուժ մարզերում, բայց այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում, քանի դեռ հասանելիությունը սահմանափակ է։ Ուստի մեր առաջնահերթություններից է ապահովել, որ զբոսաշրջիկը հեշտությամբ հասնի ոչ միայն Երևան, այլև մարզեր։ Մասնավոր հատվածն էլ խոսեց հյուրանոցային ծառայությունների եւ միջազգային չափանիշների ներդրման կարեւորության մշակութային ժառանգության դերի մասին, որն ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ Քննարկումը վերահաստատեց Հայաստանն այսօր ունի մեծ ներուժ։ Պետք է ուղղակի հստակեցնել երկրի զբոսաշրջային դիրքավորումը, ներդնել նոր գաղափարներ, բարելավել ենթակառուցվածքներն ու աշխատել ոլորտի կայուն զարգացման վրա։ Համաեվրոպական այս ծրագիրը, որը գործում է 2016 թվականից եւ արդեն 450 շրջանավարտ ունի, հենց այդպիսի հարթակ է ստեղծում։ Այստեղ միատեղվում են պետությունը, բիզնեսն ու ակադեմիան միասին կերտելու Հայաստանի ապագան։ Մասնագետների, պետական կառույցների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների քննարկումները փաստում են Հայաստանը կարող է լինել մրցունակ եւ զարգացող զբոսաշրջային ուղղություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Մեկնարկել է հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են աշակերտներ հանրապետության 40 ուսումնական հաստատություններից։ Մասնակիցները ներկայացրել են իրենց գիտական եւ նորարարական նախագծերը։ Իդեպ հաղթողները հնարավորություն կունենան այդ նախագծերը ներկայացնելու նաեւ միջազգային գիտական միջոցառումներին։ Մեկնարկել է հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Երևանի ու տարբեր մարզերի 40 ուսումնական հաստատություններ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող նախաձեռնությանը այս տարի մասնակցության 96 հայտ է ներկայացվել։ Նախագծերն առաջադրվել են 5 անվանակարգերում՝ մաթեմատիկա եւ ծրագրավորում, ֆիզիկա եւ աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն եւ հասարակական գիտություններ։ Փառատոնի մեկնարկին կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այս հարթակը տարեստարի ավելի տեսանելի է դարձնում դպրոցականների գաղափարներն ու գիտության հանդեպ նրանց հետաքրքրությունը։ Ամեն տարի ես իսկապես շատ ոգևորվում եմ տեսնելով, թե ինչ բազմազան հետաքրքիր գաղափարներ ունեն մեր երեխաները եւ ամենատարբեր բնագավառներում, բնական գիտություններ, հասարակական գիտություններ ու կարծում եմ սա շատ լավ միջավայր ու ֆորմատ է, որպեսզի մենք այդ գաղափարները տեսանելի դարձնենք եւ քանի որ խոսում ենք մրցույթի մասին, նաեւ մասնագիտական ժյուրին է գնահատում ներկայացված նախագծերը եւ ունենում ենք հաղթողներ ու գիտեք, որ փառատոնի հաղթողը նաև ունի հնարավորություն մասնակցելու միջազգային գիտական փառատոնի։ Նախարարի խոսքով դպրոցներում ստեղծվող լաբորատոր հնարավորություններն արդեն նպաստում են, որ աշակերտները զբաղվեն ոչ միայն տեսական, այլև կիրառական աշխատանքով։ Անդրեասյանը նշել է նաև, որ փառատոնի շրջանակը տարեստարի ընդլայնվում է, ներառելով նոր կրթօջախներ։ Ես հրավիրում եմ բոլորին, ովքեր հիմա հաճախ են լսում, վայ, մեր ժամանակ ուրիշ էր, այս երեխաները չեն հետաքրքրվում ոչ մի բանով եւ այլն, ովքեր նման բաներ են ասում, ուղղակի պիտի գան մի անգամ այս միջավայրերում տեսնեն, թե ինչ հրաշալի երեխաներ, ինչ հրաշալի գաղափարներ կան եւ իսկապես շատ լավ սերունդ ունենք եւ այդ սերունդը պիտի ունենա ամենալավ հնարավորությունները, որը մենք այսօր ստեղծում ենք, որպեսզի նաեւ դառնան լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ մեր երկրի համար։ Փառատոնի նպատակների մասին խոսել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կապերի եւ երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆիա Աճեմյանը։ Նրա խոսքով նախաձեռնության նպատակը դպրոցականների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն ձևավորելն ու նրանց նորարարական ծրագրեր մշակելու հմտությունները զարգացնելն է։ Տարեստարի հոսքը շատանում է, այս տարի մենք ունենք մոտ 100 նախագիծ, որոնցից եզրափակիչ փուլ, որն այսօր է անցկացվում, անցել է 70-ից ավել նախագիծ եւ այսօր ժյուրին կգնահատի լավագույններին, իսկ լավագույնները կմասնակցեն միջազգային փառատոներին գիտական, որոնք անցկացվում են Եվրամիության երկրներում եւ ԱՄՆ-ում։ Ներկայացված աշխատանքները գնահատում է մասնագիտական ժյուրին։ Ժյուրի անդամ Գեղարդ հիմնադրամի ներկայացուցիչ ԵՊՀ դասախոս Գոր Մարգարյանի խոսքով այս տարվա աշխատանքներում նկատելի են նորարարական գաղափարները։ Կարևոր կետերը, որ ուշադրություն են դարձնում գնահատման եւ ընտրություն կատարելու ընթացքում, դա գաղափարի նորարարությունն է, դա աշակերտների իրենց իսկ արած գործի նկատմամբ նվիրվածություն է, հետաքրքրվածությունը, դրա հետագայի տեսլականի պատկերացումը, ամենակարևոր դրվագը, որ չեք պատկերացնի, որքան հետաքրքրական է, որ աշակերտները առաջին խոսքը իրենց ձևակերպում են, որ մեր հայրենիքին սա որքանով պետքական կլինի։ Այսինքն իրենք ելնում են այն կետից, որ իրենց կատարած աշխատանքը կիրառականություն եւ արդիականություն ունի։ Փառատոնի եզրափակիչ փուլում ներկայացված նախագծերից մեկը փրկարարական ռոբոտն է, որը ստեղծել են Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները։ Փրկարարական ռոբոտ ենք ստեղծել, որը կառավարվում է հեռակառավարությամբ եւ կարողանում է հայտնաբերել մարդկանց փլատակների տակ, տեղադրված դինամիկի շնորհիվ կարողանում է զգուշացնել մարդուն, որ փրկարները արդեն ճանապարհին են, որը օգնում է, որ մարդը ստրեսային վիճակից դուրս գա, ավելի հանգիստ լինի։ Մասնակցի խոսքով նախագիծը միտված է եւ տուժածների եւ փրկարարների անվտանգությանը, իսկ ապագայում այն նախատեսվում է համալրել նաեւ արհեստական բանականության բաղադրիչով։ Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն էլ ներկայացրել են խելացի մաքրասեր ռոբոտը, հաշվի առնելով Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տարածված աղբահանության գլոբալ խնդիրը։ Որոշեցինք ստեղծել խելացի մաքրասեր ռոբոտը, որի միջոցով հնարավոր է լուծել աշխատուժի խնդիրները եւ որոշ խնդիրներ, որոնք
ենք, որ կօգնի նպաստել Խելացի քաղաքին։ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի կենսաքիմիա հոսքի աշակերտներն էլ ներկայացրել էին իրենց ուսումնասիրությունը։ Այստեղ մենք ունենք հենց բակտերիաները, աճեցվել են բակտերիաները, սրանք բերանի խորոչի բակտերիաներն են եւ այստեղ դիսկ դիֆուզիա մեխանիզմով տեղադրվել են հենց ուրցի եւ հակաբիոտիկի համակեցված լուծույթը եւ այստեղ մենք տեսնում ենք, որ տրամագիծը բավականին մեծ է, այսինքն մյուս փորձերի նկատմամբ այստեղ շատ ավելի ուժեղ են ազդում ուրցի եւ հակաբիոտիկը իրար հետ համակցած։ Այսպիսով հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի եզրափակիչ փուլը մեկ հարթակում է հավաքել դպրոցականների գիտական հետաքրքրություններն ու կիրառական գաղափարները։ Իդեպ լավագույն նախագծերը կներկայացվեն նաև միջազգային հարթակներում։ Սոնա Գիշյան, Տիգրան Կազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։